Ապա, ես ինչքան ա եղիմը նստել գետնին, մի պահ թվաց, թե ձին ա նստել բարակ շերտով, բայց թե չէ, եղիմը նստել, քշերս ազաղարել, ցուրտ էր լավ, մոշահավերն եկել են, քեֆ են անում են բաղ ու բաղչում, գցահարում են քաղցր կարալյոկը, օշնում են ինձ երևի, երգելով ուտում են, արևը դեռ դուրս չի եկել Սարի ընկռնիցը, բարի լույս բոլորից, սիրելի հետևորդներ ջան, խաղաղ ու հանգիստ, ձմեռվա շաբաթօրն ա բացվել, շատ եմ սիրում գյուղական կյանքը, հատկապես որ ձեքելահանդիր ենք կենում ձմեռորով, ցուրտ օրերով, Գրիշեքերիսն արդեն ծուխը ծուլ ալում պեչերին, հենց այս պահը շատ գեղագիտական հաճույք ա պատճառում, եթե դուք էլ սիրում եք, ապա վայելեք իմ գյուղի առավոտներից մեկը, Սամալյոտն էլ ա գնում արդեն իր սպիտակ գիծը թողնելով, խաղաղ, հանգիստ, եղիմը գալուց հետո դիմավորենք Փափուկ ձյանը, մի քիչ ասեմ, սպասեմ, արևը դուրս գա, տեսնենք այդ հրաշք պահը, որի բայց ցուրտ ամրսեցի, ես էլ դեռ չեմ հագնվել, այդպես, պիժամայով եմ դուրս եկել, հաճելի այդ պահը, երբ որ տաք անկողնուց դուրս ենք գալի մի հատ, նայում ենք դեպի երկինք, Աստծո օրհնությունն ենք խնդրում առավոտ շուտ, մեր մտքում, մեր հոգու խորքում, չմոռանամ իմ կարալյոկի չրերին էլ նայել, մոտենանք կամաց, լավն արդեն գույնը փոխվում ա, բայց հիմա ժամանակ չկա, որ այս ցրտին էլ մի հատ տրորեմ սրանց, կգնամ գործի կգամ ու նոր սրանցով կզբաղվեմ, բոլորիս խաղաղ ու հանգիստ օր եմ մաղթում, սիրելի հետևորդներ ջան, ձեզ լավ նայեք, չմրսեք, չհիվանդանաք, տաքուկ պահեք ձեզ, բացի կարալյոկը ծաղկած վարդել ունեմ, իմ պարտեզում, չփարածուտերն էլ են երգում, միշտ էլ դուս եմ գալի, իմ տան 4-ի կռնով պտիտ եմ գալի, փեթակների տանիքներն էլ ասպիտակացրել, քրիզանթեմները արդեն էլ չեն դիմանա, ճիշտ ծաղկած են, բայց արդեն այս ցրտից իրենք կնեղվեն, այստեղ էլ ունեմ վարդեր, բայց արևներս լավն են, հեսա, սրանք ցրտից չեն նեղվում, դիմացկուն են, դիմացկուն, այսպես, վարդս, սիրում, ցողաթաթախ, հրաշք, ձմեռվա հրաշք, ոյ, ցուրտ ա, ես փախատուն, Այսքան պտտվեցի, դեռ արևը չի ծագել, ուղղակի լուսավորում ա մեզ։ Ես դեռևս վերանորոգման խառնաշփոթի մեջ եմ, բայց դե լավ ա, արդեն չորանում ա, գույնը փոխվել ա, տանտակը դուր ա գալիս արդեն, ուշքս էստեղ ա, սիրելիներս, այսօր վարպետը չի գալու, արդեն ասել եմ, և տեսնեմ օրս ինչպես կանցնի, կոֆես վայելեմ, որ թողել էի պեչի վրա այստեղ, ահա, նստեմ ու վայելեմ, դուք էլ ձեր վայելեք, սիրելի հետևորդներ ջան, դե ավելի լավ, տակը դուր է գալիս բոլորիս, ես արդեն ճամփա եմ ընկել, սիրելի հետևորդներ ջան, մի հատ տենանք արևը ոնց ա ծագում, րոպեներ հետո դուրս կգա, Այ մի փոքր երևում ա, կանգ առնեմ,
Բայց ես եթե սպասեմ, կուշանամ արդեն արագացնեմ, ստարից արդեն ասվալտ է, ամեն դեպքում արվածակը դիմավորեցին, կարելի ասել, հուսով եմ տակ որ կբացվի, ես էլ կառալյոկու տողշունը, չալո, համով է կառալյոկները, ավազակ, Որևէ շողկերն արդեն մեր Սուրբ Սարգիս մատուրի վրայի արդեն ուղղել դե գնացի ես հասնում եմ արդեն իմ գործի տեղը իմ Թումո կենտրոն եւ ինչ եք տեսնում տոնական զարդարանքները սկսվում են գյուղս պատրաստվում է դիմավորել գալիք նոր տարին ոյ ցուրտ է շատ ցուրտ է Մենք էլ կամ հասկանանց կսկսենք մեր տները զարդարել, չէ? Այո։ 5 րոպեից գործս կսկսվի։ Մեր մշակույթի տունը, մեր տոնական եղևնին, որը շուտով կզարդարվի։ Շատ սիրուն ա դարել մեր գյուղի մեյդանամեջը։ Ես էլ իմ Թումո կենտրոնը։ Ես հասա։ Ասվալտ ես դե հատնում է։ Ծրագրի մեջ ես էլ կա, որ ամեն մի ճամփա էլ ասվալտ են։ Ես էլ կառալյոկու տողչալոյ մերն է։ Անորը կստիկս տարել էին, տանգերնիցը, տան շեմքիցը։ Դենց էլ չգտա թեքստիկը զուր են տարել, հա? Ասեց։ Ձերացել ա չալոյ մերը։ Սա որ ես նստած այս գադուկումը։ Բարև չալո։ Խելոք կկենաս, կստիկս չտանեք, է լավ։ Այդ չալոյդ կաս ես չկա դուրս կստիկներս կողանա։ Հասկացանք իրար։ Հա, դու խելոք ես գիտեմ, ծանրակշիռ, բայց վաղտին դու էլ է իրավազակ, չէ? Ես ինչքան ացուրդ, արևը դուս ա եկել, բայց արդեն եղմը դեր չի հալվել, այս աբաց կլորը, բարի կեսօր, սիրելի հետևորդներ ջան, Օրը կիրակի է և բոլորիս օրնյալ կիրակի եմ մաղթում։ Գիշերվանիցը սկսած եղանակը կտրուկ փոխվեց, անպամած է ու անձրև է գալիս։ Ճիշտ է երեկ արևեր, ձեզ էի միացել, հետո պետքա գործեր անեի, բայց երկրորդ հերթից շատ ուշ եկա ու ոչ մի բան չկարողացա անել։ Գնացել եմ նաև իմ բաղ չեն, որ քաղեմ կառալյոկը, տեղափոխել եմ նարդիվանը մյուս ծառի մոտ, հենա երևում է, և ուզում էի քաղել, բայց ենքան ցուրտ էր, ոչ մի բան չկարացի անեմ, մի տեսակ ճկունությունս կորել է, այս վերջի հիվանդանալուցս հետո եկել եմ տուն ու էլ ոչ մի բան չեմ կարողացել անել։ Այսօր էլ այս եղանակն է, ու էլի ոչ մի բան չեմ կարող անեմ իմ բաղում։ Հույս ունեմ ցրտահարություն չի լինի, այսքանը սպասելուց հետո կարամ իմ բերք ու բարիքը տուն բերեմ։ Ամեն դեպքում վայելենք այս եղանակը, վայելենք մեր ամեն մի բացվող օրը և չմոռանանք հիշել նաև, թե ինչ օր է այսօր, սիրելի հետևորդներ ջան, այսօր դեկտեմբերի 7-ն է, հիշատակի օր է, երկրաշարժի օրվա, ոչ մեկս չենք մոռանում այդ օրը։ Հիմա, քանի որ նաև ցուրտ է, գնանք իմ խոհանոց, մի բաժակ կոֆե եփենք և զրուցենք միասին։ Ես էլ ասում եմ ուր եմ թողել իմ կոֆեի ջազվան,
փաստորեն այստեղ եմ թողել իմ սիրելի վայրում, որ միշտ սրճում եմ երբեմն, եւ առավոտ շուտ, երբ որ աշխատանքի գնալուց առաջ իմ կոֆեն եփել եմ, այստեղ էլ թողել եմ։ Եվ քանի որ այստեղ ենք, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տալ իմ կալանխոյի մյուս տեսակը, որ արդեն կոկոմել է։ Այս կտրոնը ինձ հարևանուհիս էր նվիրել, 1 տարեկան է, շատ փոքր էր, որ աճեցնում էի, ցույց եմ տվել, ձեր հետ միասին եմ այս ամանում տնկել, աճեցրել եւ հիմա միասին էլ կուրախանանք։ Կբացվի եւ գույնը կտեսնենք ինչ գույն է, ինչ որ չեմ հիշում, թե ինչ գույն էր։ Առատորեն կոկոմել է, հենց որ տեսա, վազեցի այնի մյուս կալանխոյի մոտ, որ գտնվում է մյուս մեծ սենյակում, եւ տեսա, որ նա էլ է շատ առատորեն կոկոմել։ Տրամադրությունս մի քիչ փոխվեց, ընկած էր, անկեղծ սիրելի հետևորդներ ջան։ Լավ, դե գնանք արդեն կոֆե կեփենք եւ այնտեղից կզրուցենք։ Ես էլ ինչ ասվան, բայց մինչև որ կոֆեն կեփեմ, այստեղ մածունը որ մերել էի ձեր հետ, սիրելիներս, լցրել եմ տոպրակը, որ քամվի, առավոտը կոֆե եփելու ժամանակ այսքանը քամել եմ, հիմա էլի կա հավաքված շիճուկ, կտամ հավերին, հավերը կխմեն, 3 լիտր մածունից կարելի ասել, ահագին մածուն ա քամվել, հիմա չեմ ուզում որ շատ չորանա, շատ քամվի, սա այս կողմ կբերեմ ու կհանում արդեն տոպրակից, քիչ չանց եւ այստեղ էլ երեք ուզում էի համավություն պատրաստել, դա էլ է կիսատ մնացել, հիմա կշարունակեմ, ոչինչ, կոֆեն դեմ եմ եռալու, երբ որ հավերիս ու ջուտերիս կերակրում էի, մի քիչ էլ անձրևից մազերս ա թրջվել, չեմ վերանայել, բայց չի վնասել։ Միշտ էլ ուզում ենք երկար պահենք, չէ, երբ որ գնում ենք հատկապես Վարշավայի մոտ, թեկուզ չնչին գումար ենք վճարում, ասենք թե, բայց ուզում ենք, որ դա էլ պահպանենք։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այսօր նույնպես չէի կարողանում ոչ մի բան անել, այդպես մտքերով հեռուն էի գնացել, հետո Սաբշեստվա բաժնում հիշատակի օրը, որ նշված էր այլ էջից այդ նկարը վերցրի եւ իմ էջում տեղադրեցի, որպեսզի դուք էլ իմանաք, որ ոչ մի բան ես չեմ անտեսում եւ իհարկե ոչ մեկս էլ չենք անտեսում, միշտ էլ ուշադիր ենք, թե մեր ցավի, մեր տխրության հանդեպ եւ թե ամեն ինչի հանդեպ։ Մենք մարդիկս այնպիսին ենք, որ ուրախությունն ու տխրությունը զուգահեռ իրար կողք կողքի քայլում են մեր ողջ կյանքի ընթացքում։ Ճիշտ է, այնտեղ նշել եմ այդ օրը, հիմա էլ այսպես առերես ուզում եմ, որ այդ հիշատակի օրով նորից վեր հիշենք, թողու այդ անմեղ զոհերի հոգիները երկնքում լույսերի մեջ լինեն, շատ անմեղ զոհեր եղան, ամենափոքրից, նորածնից սկսած մինչև ամենատարեցները, դա բոլորիս ցավն է, եւ այդ օրով էլ մեր հայրը աշխարհով մեկ նորից ու նորից սփռվեցին, կարոտ մնալով իրենց հայրենիքին, քանի որ երբ որ մենք հայերս դուրս ենք գալիս երկրից, հայրենիքից, որտեղ որ պիտի ապրենք, նորից շենացնում ենք, տուն ենք ստեղծում, կահ կարասի ենք ստեղծում եւ արդեն նա էլ դառնում է մեր երկրորդ հայրենիքը։ Իմ ընտանիքը նույնպես դրսում է ապրում, ճիշտ է երկրաշարժի առիթով չեն գնացել, աշխատանք գտնելու առիթով են գնացել, սիրելի հետևորդներ ջան, բայց մենք նույնպես այնտեղ տունուտեղ ենք ստեղծել, կահկարասի ենք դրել, այսպես ասեմ, հա, եւ նա էլ արդեն մեր երկրորդ հայրենիքն է դարձել։ Չնայած որ մի պահ բոլորս էլ տխրում ենք, այդ օրով հիշում ենք շատ տխուր
պահեր, դրվագներ, նաև մեր կյանքի խախտված պահերը, քանի որ այն մարդիկս ինձ հետ միասին, ովքեր որ այդ տարիներին վերապրել են, տեսել են այդ օրերը, նաև դա ազդել է մեր ճակատագրի վրա, մեր կյանքի օղու վրա, և մի քիչ այն չի հնչի միգուցե, բայց սիրում եք չէ ասել այնպիսի բառեր, որ շատ քչերը կհասկանան այդ բառերի իմաստը, հատկապես նոր սերունդը, բայց եթե մեծերի հետ են ապրում, նաև հասկանում են այդ բառերի իմաստը, ուզում եի ասել, որ բոլորս էլ այդ երկրաշարժից հետո բախտե-բախտ ենք ընկնում, խախտվում է մեր ուղիները, այլ ուղի ենք ընտրում, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, հիմա այդ ամենը մեր հոգու խորքի չջնջելով, առաջ գնանք, առաջ շարժվենք սիրելի հետևորդներ ջան, այդպես այ վերուս տրված, Աստված ցավը մարդուն է տվել, տխրությունը մարդուն է տվել, քանի որ Աստված է գիտի, որ իր ստեղծած էակը շատ ուժեղ է և ամեն ինչից էլ կարողանում է դուրս գալ։ Այստեղ որ երեկ ուզում էի համովություն պատրաստել ու նաև գործեր անել, որոշ բաներ պակասում էր, այդ պատճառով մնաց, հետո արդեն մութն ընկավ, հետո էլի որոշ պակաս բաներ, որ չկարողացա ձեռք բերել, գնումներ էի կատարել, թթուն որ դրել էի աղն էի պակասել, խոշոր աղը պակասել էր, մի մաս ինչքան որ ունեի լցրել էի, մի մասն էլ նորից լցրել եմ, ասեմ, որ այնտեղ գազի պեչի մոտ եմ դրել և ուզում եմ, որ շուտ թթվի, նաև մանր աղ էի գնել, աղնոմաղը թող տեղը լինի, բոլորինս էլ, այստեղ ալյո, վանիլին և լիմոնի աղ, որը պետք է գալու ինձ, ալյուրը մատվատիսակի ալյուրն է վերցրել, սա մի սիրելի ալյուրի ֆիրման է, 2 կիլոգրամ է, սա վերցրել է, որ չուչխելը պատրաստեմ, բայց քանի որ ուզում էի ձեռք բերել այդ կռուչակները, որ առանձին կախում ենք, չկարողացա ձեռք բերել այս մեր մոտի խանութներից և մի քիչ էլ այդ էր պատճառը, մի քիչ էլ, չգիտեմ, ինքնաբերաբար երբեմն լինում է, չէ, որ չենք կարողանում առաջ շարժվել, գործ անել, ինչ-որ մի բան առաջ գցել, մի կողմից ցուրտը, մի կողմից, ասենք, մի փոքր տկարությունը երբեմն մեզ խանգարում է։ Այդ կոֆեն եփվեց, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ ձեր եփեք, թեկուզ և եթե հանկարծ դուք էլ այս պահին տխուր եք որոշ բաներից, թեկուզ և հենց երկրաշարժի հիշատակի օրվա պահերից եկեք մեր տխրությունը կիսենք միասին, ոչ միայն ուրախությունն են մարդիկ կիսում, այլև տխրությունն են կիսում և այդպիսով մեր բոլորի տխրությունը թեթևանում է։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, սա մի քիչ այս կողմ, քանի որ դեռևս այստեղ խառնի խորն է իմ խոհանոցը, Բաբիտը այսօր զանգեց, որ չի գա, ինչ-որ տկար էր, չգիտեմ, ձայնը մի տեսակ տխուր էր, միգուցե իրենք էլ կորուստ ունեն երկրաշարժից, կգա, կհարցնեմ, կիմանա և այսօր չի գա։ Միշտ ասում եմ սրանցից ես ձեռք չբերեմ, բայց սա որ գնել է հենց այս կափարիչը այս ձևով են ինձ տվել, սա բանկան և կափարիչ պիտի հետ վերադարձնեմ և միշտ հիշում եմ, որ այն սպիտակ կապրոնի կափարիչներից գնեմ ու մնալով գնում է։ Ուզում եմ խավից պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, իմ տարբերակով, երբ որ ասում ենք խավից, ամեն մարդ, ամեն մի կին իր տարբերակն է առաջարկում, անուններ ենք դնում, որոշ կանայք ջուր են ավելացնում, ալթ են ավելացնում, մի խոսքով ջրիկ են սարքում, կամ այնպես ենք սարքում, որ էլ այդպես չենք հարթեցնում, կուբիկների չենք բաժանում, այլ այդպես մի տեսակ խոշոր կտորներով
փոշի ձևով, հա, այդպես ու թեյի գդալով օգտվում ենք։ Հիմա ես իմ տարբերակով եմ ուզում պատրաստել, սա իմ սիրելի տարբերակն է եւ ես խավիծ եմ ասում։ Իմ առաջվա վլոգներում ձեր հետ միասին իմ փետի պեչի վրա էի սարքել, անունն էլ խավիծ էի ասել։ Շատ կարծիքներ հնչեցին, որ դա խավիծը չէ, խավիծը նաև որ ջուր են ավելացնում, կաթ են ավելացնում, սիրելի հետևորդներ ջան, եւ դրա համար էլ հիմա ասում եմ, այս խավիծը իմ տարբերակն է, խավիծ Անուշկայի տարբերակով։ Ահա, սա իմ սիրելի ուտելիքի տեսակն է, որոշները ռեժան են ասում, իսկ մենք գյուղացիքս միշտ Էրաժան ենք ասում։ Ահա, աղքենի մարդիկ կան, որ չեն ուզում այդ բառը ինչ-որ կոպիտ հնչեցնել, սեր են ասում, սմետան են ասում։ Ահա, սա այն է, սիրելի հետևորդներ ջան, երբ կաթը զտում են կաթի մեքենայով, եւ մի կողմից սա է գալիս, մի կողմից էլ արդեն զտված կաթն է գալիս։ Ահա։ Հիմա կոֆեն կոմկում վայելելով արդեն սկսեմ պատրաստել, փոխելով մեր բոլորի տրամադրությունը։ Հա, իդեպ ասեմ, որ պատրաստվում էի երեք այս չուչխելները պատրաստել ու այդ կրուչոկների չլինելու պատճառով չկարողացա, տեսնենք օրս ինչպես կդասավորվի և այսօր կպատրաստեմ։ Մի հատ էսար կարգավորումները տամ, գիտեք, որ կապրիզներ է անում։ Եղանակը դրսում շարունակում է անձրել գալ, ոնց որ թե մի քիչ վարարել է, ձայնը գալիս է։ Մի քիչ կամաց իջեցնում եմ և կարծում եմ արդեն ինքը կպահի։ Ոչ, չպահեց։ Մի քանի անգամ կփորձեմ լինի, այդ կողմը հարմար չէ, շատ եմ ձգվում։ Երբեմն յարդայնացնում եմ ինձ, բայց ինչ արած, ունենք այն, ինչ ունենք։ Այսպես։ Չեմ ուզում կադրը անջատել, սիրելի հետևորդներ ջան։ Երբեմն անջատել եմ, մի քիչ երկար չարչարվել եմ։ Այսինքն ոչինչ, այս անգամ էլ ձեր հետ չարչարվեմ։ Ինձ թվում է կմնա։ Այսպես, զգուշորեն։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, այս անարատ ռաժանով ուզում եմ խավիծ պատրաստել իմ տարբերակով։ Պետք է շատ ուշադիր լինեմ, արագ-արագ խառնեմ, չայրեմ, շատ վաղուց չէի պատրաստել։ Մի տեսակ այս համովությունը ձմեռային շունչ է փոխանցում։ Չնայած տաք օրերին նույնպես ավելորդ չի լինում։ Հիշեցնեմ, որ առաջվա տարիներին մեր տատիները, մեր մամաները շատ են պատրաստել, գրեթե միշտ են պատրաստել, քանի որ շատ առատ է եղել, գրեթե բոլորը կովեր էին պահում, բոլորի տներում լինում էր ու հատկապես պատրաստում էին այն կանանց համար, ջահել հարսիկների համար, ովքեր փոքրիկ երեխա էին ծննդաբերում և սա ուժ է պարգևում, սիրելի հետևորդներ ջան, իր բարձր ծննդային արժեքի պահով։ Այդպես, բոլորդ էլ գիտեք, չեմ ուզում այդպես
տերմիններ ասել, թե ինչին է օգուտ, դիտեք, ուղղակի պատրաստում եմ։ Նաև տրամադրությունս եմ ուզում բարձր պահել, դուրս գալ այդ տխուր վիճակից, երբեմն տխրությունը ուզում է բուն դնել, չէ՞ մեր հոգում, լինում են այդպիսի պահեր։ Հիմա ալյուրը բացեմ։ Նաև շատ հարմար գացվում է և չեմ վախենում, սիրելի հետևողներ ջան, դրա կարիք չկա, բազմիցս փորձել եմ, ինքը շատ մաքուր է ու այսպես հենց իր այս տուփով էլ թեքում եմ, առանց բաժան լցնելու։ Աչքաչափով եմ անում, սիրելի հետևողներ ջան, յուրաքանչյուրս ունենք մեր ձևը պատրաստման, ունենք մեր աչքաչափը, այսպես, նաև որոշել եմ գնալ իմ սիրելի հայվանների տուն, Վահանիկ էնց տուն, օրը կիրակ է, Վահանիկն էլ դպրոցում չի, Անին մանկապարտեզ չի գնում դեռևս փոքր է, կգնամ այնտեղ կսրճեմ իրենց հետ, և այն Եղևնի մոմն էլ, որ ինձ նվեր էին ուղարկել, ես էլ կփոխանցեմ իրենց, նվերը նվեր դարձնեմ, և տեսնենք երեկոյան ժամերից հաջողացնեմ, չուչխերն եմ պատրաստել, քանի որ արդեն ուշ է, տոները մոտենում են, շատ լավ ստացվեց, այլուր պետք չէ, ուզում եմ մոտեցնել, տեսքը ցույց տամ, այս տեսքն է ընդունել, սիրելի հետևողներ ջան, և շարունակեմ, պետք է ալյուրը բողվի ու նոր քաղցր ավելացնեմ, շաքարավազը, երբեմն չենք սիրում այդպես երկար ասել և պեսոկ ենք ասում, պեսոկը ավազն է, պիսոկ ենք ասում, այդպիսին ենք բոլորս էլ։ Մի քիչ էլ հումոր անեմ, երբեմն երբ որ ուզում եք այդպես ամեն բան տեղը-տեղին բառերը ասել, հայեցի լինել, կատակով երբեմն ասում ենք լավ, հա, պետք չէ, այդքան գրագետ լինենք, մի փոքր էլ թող անգրագետ լինենք։ Երբեք հումորը ոչ մի տեղ չի խանգարում, առանց հումորի կյանքը իսկապես տխուր է։ Հավերիս լրիվ փակել եմ, դուրս չեմ հանել, սիրելի հետևողներ ջան, քանի որ այդ սեպկայի վրայով թռչում են, դուրս են գալիս, այսօր պետք է գնամ նաև շինարարական խանութ, նաև մի պարկ գիպսոնիտ է պակաս, պետք է դա էլ վերեմ, այդ խանութը գտնվում է մեր գյուղի ներքևում, նորաբաց խանութ է, և հուսով եմ այնտեղ կճարեմ նաև այդ կրուչողները, իսկ եթե չճարեմ, թե ոչինչ, այս տարիների ընթացքում չեմ ունեցել և առանց կրուչողների կախել եմ, եթե չլինի ոչինչ թե, ուղղակի մի պահ ուզեցի ձեռք բերել ունենալ, ես էլ լինել մի փոքր ժամանակակից, կոֆես էլ չմոռանա, մի փոքր թույլացնեմ վերքը, չէ, դեր ժամանակը չթույլացնելու, այսպես շարունակեմ խառնել, որպեսզի ալյուրը կարմրի և շարունակություն կտամ, սիրելի հետևողներ ջան, այսպես սեղմելով, սիմիչ գազի պեչի մոտ, տաքուկ, իր անկյանում քնած է, արդեն քանի գիշերավոր ցուրտ է լինում, թողնում եմ, որ գիշերները տանը մնա, այսպես, շատ խելացի այն սիմիչկան, երբ որ ուզում է դուրս գնա,
Լավում է, ես էլ հասկանում եմ, որ ինչ որ մի պահանջ ունի, այս որ դուրը բացում եմ, դուրս է ցատկում։ Վարակույրը հետ չեմ քաշել, այստեղ խոհանոցի, գիտեք չէ, որ վարակույրները նույնպես սառնությունը պահում են, երբ որ դրսում ցուրտ է, եւ մեր կախած վարակույրները մեր լուսամուտներից եկող սառնությունը հետ են պահում։ Արդեն սկսում է կարմրել։ Այսպես շարունակեմ, եթե այսպես կադրում մնում կերկարի սիրելի հետևորդներ ջան, այսպես խառնելով կարմրացնեմ եւ նորից կադրով կմիանամ ձեզ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, իմ խավիցի ալուրն ու էրաժանը արդեն միախառնվելով կարմրում է, մի փոքր կկարմրացնեմ եւ այս ընթացքը փոքր դրվագներով ձեզ ցույց կտամ։ Հիմա ժամանակն է, որ շաքարավազը ավելացնեմ, աչքաչափով նորից, այդպես, եւ սկսում եմ արագ խառնել, որից հետո արդեն ափսեի մեջ կհավաքեմ։ Այսպես երկար չենք պահում։ Երբ որ շաքարավազը լցնում ենք, ինքը մի տեսակ սկսում է փափուկանալ եւ չենք թողնելու, որ շատ չորանա։ Գազոջախն արդեն անջատել եմ, սիրելի հետևորդներ ջան, եւ արդեն ափսեի մեջ լցնելու ժամանակն է, որ այս ձևով մի հատ մոտեցնեմ նորից, ահա, տեսեք ինչքան սիրուն կարմրել է, ու հիմա հավաքեմ։ Սիմոջկան անուշ հոտերն ահրել է եւ ուզում է դուրը բացեմ։ Հա, Սիմոջկա, այստեղ պիտի լցնեմ սեղմելով, ինքը կպչում է իրարից, հետո դանակով կուբիկների եմ բաժանելու։ Այսպես, աստիճանաբար։ Հա, Սիմոջկա։ Չեմ բացում դուրը, սիրելի հետևորդներ ջան, քանի որ սա կրիտիկական պահ է։ Նույնիսկ կոֆես մինչև վերջ չեմ խմել, մնում է։ Մի կողմ եմ դրել, մի քիչ շուրջս հավաքել եմ նաև այդ ընթացքում, միշտ էլ մենք կանայքս ծրքի հետ մեր շուրջը հավաքում ենք, որպեսզի մեզ ավելի կոմֆորտ զգանք, չէ՞։ Այսպես, ինքը արդեն իսկ նկատում եմ, որ կպչում է իրարից, այո, շատ սիրուն է ստացվել, կզարդարեմ կակալով, այստեղ կակալներ կամ անել մոներ, ինչ որ տենց յուրահատուկ չէին ուզում զարդարել, ամբողջական կակալները շարոցի համար եմ արել, մանր մոներ կա, էդ էլ կտորներով ուղղակի կզարդարեմ երեսը, հենց իմ աչքի համար, սիրուն լինելու համար, լավ սխնում ենք, մի քանի անգամ, եզրերը հավաքում, հիմա մի հատ կտրեմ, բայց ոչ մանր, այլ խաչ եմ ուզում քաշել, այսպես, և ասում եմ Հիսուս Քրիստոս, թող բոլորիս պահապան լինի, այստեղ են իմ մանր կակալները, հիշեցնեմ, որ այս սիրուն ձևավոր ամանը, դա թևս էր անցյալ նոր տարում ինձ համար նվեր բերել, երկու հատել և միս ձեռքիս տակ օգտագործում եմ, շատ եմ սիրում հատկապես այս եզրերը ոսկեզոծ, ինքը արծաթագույն, փաստորեն
Այդքան էլ շատ մանր չէ։ Եվ սիրուն կստացվի, այստեղ այնտեղ կամրացնեմ։ Այս մեկը մի քիչ խոշոր կիսեմ։ Եվ ստացվեց։ Եվ այսպես իմ խավիցն էլ զարդարեցի, սիրելի հետևորդներ ջան, ահա, այս տեսքն ունի։ Այս կողմ, իմ կոֆես էլ այս կողմ, որպեսզի շարունակեմ վայելել իմ կիսատ կոֆեն։ Որից հետո անպայման գնալու եմ իմ հարևանուհու տուն, ինձ հետ վերցնելով այս տոնածառմումը, պատրաստել եմ այստեղ նաև այն ճրճրիտ տոպրակները, շատ հավես է լինում, չէ, երբ որ նվերները հատկապես ճրճրիտ տոպրակների մեջ են լինում, այնտեղ կզրուցեմ և երեկոյան նորից կփորձեմ ձեզ միանալ իմ գործերով ու զրույցներով, սիրելի հետևորդներ ջան, առայժմ այստեղ տեսնեմ, եթե կարմիր բարակ թել ունեմ, նորերի տեսք կհաղորդեմ և կգնամ։ Ցանկանում եմ, որ դուք էլ այսօրով ձեր տխրությունը ցրեք և առաջ շարժվենք։